Նրանց վրա, որ կարմիր լույսը չկա եւ մութ երթևեկության մութ ժամանակ չի երևում ուղղակի, որ այդտեղ լրացուցիչ սեկցիա կա, այդ հարցը երբևէ Ինձ հուշում են, որ իհարկե մեր ներկայացուցիչ պատասխանի, որ անմիջապես պատասխանատու է, բայց այդտեղ մշտապես բարեզ է սլաք է նախատեսված, հուշող սլակները կան, այդ կանաչ։ Բայց մթության մեջ չի երևում։ Եթե չի երևում, բնական է կարող է վիճակի որոշել։ Խնդիրը հետագան է, այն դեպքերում, երբ որ լուսամուտը կառավարված է սեկցիաներով, ասենք աճ կամ ձախ թույլատրել, այդ դեպքերում հիմնական կանաչ լույսի վրա սլաքի ուղղափառ պատկեր է լինում, որովհետեւ հասկանում եք, թե հիմնական լուսացույցը կանաչ գույն, որը ուղղությամբ է թույլատրում։ Այսինքն, երբ որ դուք տեսնում եք, որ հիմնական կանաչ վառվող լուսացույցը թույլատրում է միայն ուղիղ, պիտի ենթադրեք, որ աճ սեկցիա Եթե դուք հեռվից մոտենում եք, միայն կանաչ լույս եք տեսնում, եւ եթե չգիտեք, որ այդտեղ սեկցիա կա, մոդելալից առնվազն 15-20 մետր հեռավորությունից սլակները տեսանելի է եւ դա բավարար է, որ ցանկացած վառույց համաված արագությամբ երթևեկում դեպքում տեստի եւ ղեկավարվի լուսացույցի ազատությունը։ Իսկ ավելի ճիշտ չի լինի ուղղակի այդ լրացուցիչ սեկցիայի վրա կարմիրը միացնել։ Թե դա տեխնիկապես ճիշտ ասած հարցը այդքան լավ չհասկացա, բայց ցանկացած յուրաքանչյուր ավելորդ լույսի կրկնումը վարորդներին ավելի մեծ փոփոխության մեջ է գցում եւ այս կանոնները, որոնք լուսացույցների հետ կապված նաև կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, դա ոչ նոր են ստեղծվել, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում են ստեղծվել, սա միջազգայինորեն ընդունված կոնվենցիա, Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայով համակերպված լույսեր են, ազդանշաններ են, չափեր եւ ձևեր։ Այսինքն որևէ նոր բան այդտեղ մտցնելը դեռ պետք է քննարկել, դա իրար առավել դրական արդյունք կտա, թե ավելի շատ շփոթության մեջ կգտնվի։